Ահա ժողովուրդ ջան, հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ այս տարվա սերմերը, որոնք արդեն պատվիրել եմ ու տեղա հասել։ Ուրեմն ցանցը սկսելու ենք փետրվարից, սկզբից պղպեղները, հետո պամիդոր բան, ու սենց մի քանի տեսակ պամիդորներ եմ առել, որոնք աչքովս ընկան, տեսեք, հիմնականում փորձում եմ բաց գրունտի համար պամիդորներ առնել, այստեղ գրած է, տեսեք, ու տեսականին թեև ալիքի հետևորդներից, բաժանորդներից ուղարկել էին մի քանի տեսականի, բայց ամեն տարի նոր տեսականի եմ ցանում, բայց ունեմ նախընտրածները, որոնց մասին կուզեի պատմել, մեկը սա է, բաց գրունտի համար վաղահաս այս տեսակն է, որը շատ լավ բերք է տալիս ինձ մոտ, ու այս սրանք նոր տեսակ են, ես էլ մի անգամ ցանել էի, էլի լավ բերք էին տվել, այս էլ անցած տարի ունեի, եթե հիշում եք, սև տեսակ է, ու մեկ էլ այս Իրինա Սեդեկն է, որը նախ անցած տարի էի ցանել, էլի շատ լավ բերք է, ինքը համ շուտ է հասնում, համ էլ շատ բան է, դիմացկուն է հիվանդությունների նկատմամբ, բայց ստեղ մի հատ սերմ կա, այս է մեր սիրելի սև պամիդորներն է, որ անցած տարի ցանել էի, ահագին բերք ունեցանք, ահագին ուրախացանք, տեսանք սիրուն տեսքով, և այս տարի էլ եմ պատվիրել, ճիշտ է կարող էի ես իմ սերմերից էլ սերմ վերցնել, որտև ինքը հիբրիդ սորտ չի, բայց ամեն դեպքում սերմը վերցնելուց հետո միևնույն է, սերմի որակը, բույսի որակը ընկնում ավելի լավ է, ինքը հենց սերմը գնել ու ցանել, Չորնայա գալակտիկա, հիշում եք, նկարներն էլ կդնեմ, կտեսնեք։ Ու այստեղ ծաղիկներ են, որոնք ցանել եմ, պետունյաներն են, պատիսոնը, անցած տարի ահագին հավաքեցինք, շատ լավ էր, հիմա թթուն ուտում ենք ձմռանը ու շատ համով է։ Պատիսոններն են սկսել լավ բերք տալ, տեսեք։ Մի հատ էլ ոնց որ ստեկ է։ Այս ճյուղերա գցել ու տարբեր կողմերից բերք է տալիս։ Երկու հատ էլ սենց պատիսոն պոկեցինք։ Ու ավելացրել եմ նաև սպիտակ սորտը, սա մի քիչ ուշ եմ ցանելու։ Վարունգը ճիշտ է, ես նախընտրած վարունգի սորտ ունեմ, որը մեր Գորիսի շուկայից եմ առնում, սերմերի խանութից, ինքը լավ բերք է տալիս, բայց որոշեցի նաև այս տեսակից էլ փորձնական ցանելու։ Տեսեք։ Թփերը այսպես չորացած վիճակում, բայց էլի լավ բերք է բռնել։
Այք նախորդ տեսանյութում սա ցույց էի տվել, արդեն տեսեք ոնց է մեծացել։ Մեր այսօրվա բերքը այսքանն է, ժողովուրդ ջան, վարունգի։ Ված չի արդեն։ Այս դդումը մուսկատնայա սորտը նախ անցած տարի եմ ցանել, անկեղծ բերքը շատ քաղցր է ու առատ բերք է տալիս, մի քիչ սերմերը դժվար է ծլեցնելը, որովհետև նեխում է, լլկում է, բայց ամեն դեպքում սրա այս սորտը շատ լավ սորտ է, ես էլ նորից վերցրել եմ, այս տարի նորից փորձելու ենք։ Այսքան սերմեր են, դեռ հնարավոր է ընթացքում էլի տեսնեմ, էլի պատվիրեմ, բայց հիմնական կազմը սա է լինելու, որոնք արդեն փետրվարի սկզբից սկսելու եմ ցանել։ Լոլիկները մի փոքր ուշ, փետրվարի վերջ, մարտի սկիզբ, իսկ պղպեղները, որոնք ես տանը հավաքած ունեմ, այդ արդեն ցանելու ենք փետրվարի սկիզբ։ Ցանում եմ տանը, ժողովուրդ ջան, սկսել եմ արդեն այդ պետունյաները ցանել եմ, ստեղ իհարկե մանուշակներ եմ դրել, որպեսզի ծլի, բայց ուզում եմ սկզբնապես ցույց տալ ոնց եմ անում, այսպես կանտեյներների մեջ, հետո իրանք երբ ծլեն, տեղափոխելու եմ, կասետաներ ունեմ, որ անցած տարի տեսած կլինեք իրանց մեջ, ու սենց ֆիտոլամպա կա դրած, տեսեք ոնց ենք ամրացրել պատոհանին, մի քանի ժամով իրիկունները միացնում եմ ու բույսերը սենց օգտվում են լույսից։ Հիմա ձմեռ է իհարկե, արևի լույսը այդքան շատ իրանց չի հասնում, դրա համար պետք է իրանց մի փոքր աջակցենք այսպիսի լամպերով, էժան լամպեր են, ինքը ճիշտ է էֆեկտիվությունը այնքան մեծ չի, ինչքան այլ լամպեր կան, որոնք մի քիչ թանկ արժեն, բայց ավելի արդյունավետ են, բայց ամեն դեպքում սա էլ կլինի, տեսեք, նույն արևի էֆեկտն է տալիս, ընկնելով բույսի վրա, ֆիտոլամպա սա կոչվում, ծառայում է բույսին արևի շողերին համապատասխան լույս տալով ու բույսի մոտ ընթանում է ֆոտոսինթեզ։ Այսպես կանտեյներներում արդեն ցանել եմ, նոր սկսել է ծլելը, սրանք դեռ ծաղիկներ են, պղպեղը շուտով կցանենք։ Ձեզ ցույց տամ ոնց եմ ավոկադոն ծլեցնում, ժողովուրդ ջան, սա սովորական ավոկադո, որ խանութից ենք առել, տակը այսպես մի թեթևակի կտրում ենք, որպեսզի ծիլը հեշտ դուրս գա ու սենց փայտիկներ ենք խրում ու այսպես դնում ենք ջրի երեսին, որպեսզի ինքը ամբողջությամբ չընկղմի ջրի մեջ ու մինչև 1-2 ամիսը նկատելի է ծիլը երևում է, սկսում է աճել ու իրեն տեղափոխում ենք հողի մեջ։ Սա իմ տանը աճեցրած փորձն եմ ձեզ հետ կիսվում։ Սա էլ անցած տարվա աճեցրած ավոկադոն է, որը մի քանի օր առաջ հողը փոխել եմ, հողը լավը չէր, առած հողի մեջ եմ դրել։ Ինքը արդեն մի տարի մոտ աճում է հողի մեջ ու այս տեսքն ունի, տերևները մի փոքր վնասվել են, բայց սա կարծում եմ սննդանյութերի պակասն է, այսպես, արդեն այսքան բարձրացել է, տեսնենք կարող ենք մեծ ծառ ստանալ ու բերք ստանալ։ Եթե ուզում եք իմանալ ոնց եմ պատվիրում սերմերը, որտեղից եմ պատվիրում, ու բավականին մատչելի է, գրեք ինձ մեկնաբանություններում և ես Facebook-յան էջը կտամ, այնտեղից դուք էլ կպատվիրեք ձեր նախընտրած սերմերը, սերմերի տեսականի շատ լավն է, շատ է, իմիջիայլոց այս սերմերը նաև իրենց ծլողունակությամբ են լավը, այլ սերմեր էլ եմ փորձել, բայց այս ֆիրման ծլողունակությամբ բավականին լավն է, իհարկե անցած տարի սերմեր եղան նաև, որ չծլեցին, բայց դա հնարավոր է նաև սխալ ցանքսից լինի, այսպես։ Հիմա ցույց տամ ինչ է կատարվում սագերի մոտ, ժողովուրդ ջան, ինչպես հիշում եք, այստեղ մենք ակ ենք դրել, որ տեղափոխվի այստեղ ածի, բայց
Բայց այդպես էլ չեկավ, ավելին ասեմ, ինքը նախ սկսեց մի հատ այստեղ փետուր քանդել, ինչպես տեսնում եք, փետուրներն երևում է։ Հետո էլ մի օր եկա, տեսամ արդեն ստեղ է տեղափոխվել ու այստեղ արդեն նորից փետուրները քանդել է, փաստորեն արդեն թուղթ է նստում։ Ինչից ենք իմանում թուղթ է նստում, ինքը երկար տեղից վեր չի կենում ու փետուրները սկսում է քանդել ու բունը պատել փետուրներով։ Հիմա չգիտեմ իրա տակ ձուկ է թե չէ, բայց արդեն երկար ժամանակ է նստած այսօր, վեր չի կացել։ Հետևաբար նշանակում է, որ պետք է իրա տակ ձվեր լցնենք, ձվեր ունենք, ձվերը հավաքել ենք, պահել ենք ոչ սառ, ոչ տաք տեղ, արդեն կարծում եմ ժամանակն է լցնելու։ Ճիշտ է, մի քիչ անհարմար է այս հողի մեջ խոտի մնացորդների մեջ ինքը նստելը, բայց դե ամեն դեպքում չկարողացանք համոզել, որպեսզի ինքը տեղափոխվի այստեղ կամ գոնե այստեղ ծղոտի վրա նստեր։ Հիմա արդեն այստեղ մեկ ուրիշն է ածում։ Սա փաստորեն իր տեղը զիջել է այդ դրան ու ինքը նախ եկավ ստեղ ածեց, հետո տեղափոխվեց այնտեղ, ստեղ էլ արդեն ուրիշն է ածում։ Ու ծղոտը այսպես լցրել եմ, բայց չեմ պատրաստում սրան արդեն տեղահան անեմ, որովհետև ես ծղոտը լցրեցի, որ ինքը գա ստեղ նստի, բայց ինքը որոշեց, որ չէ, պիտի ստե նստի։ Հիմա ուզում եմ տեսնեմ տակը ձուկա, ու սա այն սագն է, որ ինձ անընդհատ կծում էր անցած տարի։ Չէ, ձու չկա, տեսեք ինչ անում, այս գազան է սա, ձու չկա, արդեն երևի էլ չի ածում, պիտի ձվերը բերենք, այսօր հենց տանք իրան։ Ինքը սենց միշտ շատ ագրեսիվ է, բայց ջութ հանելուց 2 տարի այդքան էլ լավ չհանեց, տեսնենք այս տարի ինչ կանի։ Ջերմաստիճանն այստեղ այդքան էլ սուր չի, բայց տաք էլ չի, ամեն դեպքում իրանք շուտ սկսեցին նստել, ածելն ու նստելը, ու այս տարի այսպես ստացվեց, տեսնենք ինչ կլինի։ Բերեցինք ձվերը, հիմա փորձենք տանք իրան, ինքը շատ ագրեսիվ է, խելո։ Փորձում եմ հիմա այս տարբերակով տալ, որպեսզի ձեռքերս չգծի։ Տեսնենք ոնց կընկնի։ Տանք ինքը կվերցնի, կարծում եմ։ Շատ ագրեսիվ է ու չի ստացվում, որ իրա մոտիկ անանք ու ձվերը լցնենք։ Մնացած սագերը այսպես չեն, ճիշտ է, նրանք էլ կծում են, բայց հələ սրան։ Ձեռքերս հիմա վեր կանելու ամբողջը։ Շատ ցավոտ է։ Ես դնենք գոնե ինքը կհավաքի էլի, կարծում եմ։ Ինը հատ ձու դրեցինք, ժողովուրդ ջան, շատ պետք չի դնել, քիչ էլ պետք չի, որտեղ ընթացքում լինում է, որ ձվերը լլկվում են ու անհրաժեշտություն է լինում հանելու։ 9 հատը լրի բավական է, ինքը որպեսզի լավ ծածկի։ Հիմա չգիտեմ ինքը ինչքան ժամանակից ձվերը կհավաքի իր տակ, սպասենք տեսնենք, հիմա պետք է իրան հանգիստ թողնենք։ Մի 2 րոպե հետո արդեն ձվերը սաղ հավաքեց իր տակ, մնում է մի փոքր էլ բմբուլ քանդի, որովհետև այդքանը քիչ է երևում, ու լավ տիրություն անի իր ձվերին, տեսնենք ինչ դուրս կգա։ Նորից ասեմ, որ այս սագը մի 2 տարի այդքան էլ լավ դուրս չի հանում ճտեր, բայց այս տարի տեսնենք էլի ինչ կլինի։
Շատ ագրեսիվ այսպես։